չկա ինչ որ ավելի կարևոր բաժին, կա բաժին, կա գործառույթ, կա լավ գաղափար, կա վատ կատարողականություն։ Եթե մարքեթինգի մասնագետը խոսում է բոլորի հետ, այդ արդեն չի աշխատում այդ process-ը։ Իդեպ ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե ուզում եք որևէ բիզնեսին որևէ ապրանք կամ ծառայություն վաճառել, երբեք մի հանդիպեք ֆինանսական տնօրենին։ Ուսում ասած ստեղ հասա Լեն ասում եմ լսիներ մասը բոլորդ էմոցիոնալ մարքեթինգի կամ վաճառքի մասնագետներ եք։ Մի հատ բան եմ ուզում ձեր հետ քննարկեմ, հասկանամ ձեր մոտ ինչ մտքեր կան այդ մասով։ Ոնց եք վերաբերվում մարդկանց կոմպլեքսների վրա կառուցված մարքեթինգին։ Օրինակ բերեմ, գնում եմ մետրոյով, տեսնում եմ գովազդ, որ դու դեռ հեռախոս չունես, այս տարի էլ չգնացիր հանգստանալու, սկանավորիր եւ տտտտտտ։ Մի քիչ ուզում եմ այդտեղ հասկանամ, էլի մարդկանց կոմպլեքսներին է ինչ որ ձև խփում։ Ես այնտեղ հասկանում եմ, որ pain point-ի պահ կա, մարդկանց ցավի կետեր եւ այլն, բայց մի քիչ էլ կոմպլեքսներին խփող ինքը իրականում promotion-ը, որը որ ես այդքան էլ օքեյ չեմ դրա հետ։ Մարքեթինգի մասնագետը ինչ որ չափով էլ իր վրա պետքա պատասխանատվություն վերցնի այդ մասով, то есть որ okay, pain point-ին կպի, բայց ոչ թե իր մեջ, չգիտեմ, կա մարդ կա, որ որ այդ մասով կոմպլեքսավորված է, դու մի հատ էլ պլյուս տենց public ձևով ավելի ես խորացնում այդ իր կոմպլեքսը։ То есть մարքեթինգի մասնագետը ինչ է կարծում, չպետք է ինչ որ չափով էլ իր վրա պատասխանատվություն վերցնի իր արած promotion-ի, իր արած գործունեության համար, թե ուղղակի ինքը ասում է դե չէ, վաճառքները կան, ոնց ուզում է թող լինի, ինչ չի հետաքրքրում, ինչ գնով։ Մի տեսակ բարթել մարքետոլոգին ինչ որ ստանդարտներ եւ նորմեր ճիշտ չի, դրանք ուղղակի ձևավորում են մեր իրականության մեջ ժամանակի ընթացքում մեր սոցիալական կյանքում եւ մարդիկ մարքետոլոգները դա վերցնում են, ոչ թե իրանք են ստեղծում եւ հորինում, այսինքն եղածի հետ են իրանք աշխատում։ Ես ուզում եմ ասեմ, то есть մարքեթինգի մասնագետը նաև չպետք է հաշվի առնի նմանատիպ բաները, որովհետև իրականում ես տեսա ու sense իմ մեջ այդքան է sense դրական ասոցիացիաներ չառաջացան այդ promotion-ից ու ես հասկացա, որ լավ, okay, ես անցա, то есть ես հասկացա ինչ են իրանք ուզեցել անեն, բայց այն մարդը, ով որ չի հասկանում։ Օրինակ քո բերած երկու օրինակներում է Սարգսյան, ես այդքան կոմպլեքսի խնդիր չեմ տեսնում, հա, մեկը այս տարի է չգնացիր հանգստի, մյուսն է չունես նոր հեռախոս, այսինքն կա հստակ տարանջատված pain point-ները ու կա լուծում, այսինքն value proposition։ Խնդիրը բարձրաձայնում ենք ու դրան տալիս ենք լուծում։ Իսկ պատասխանատվության հարցով ես կարծում եմ ոչ միայն մարքեթինգի մասնագետը, այլ յուրաքանչյուր քաղաքացի այդ սոցիալական պատասխանատվությունը իր մեջ պետք է ունենա, ու կապ չունի դու աշխատում ես մարքեթինգի ոլորտում, վաճառքի ոլորտում, նույն ձևով վաճառքի մասնագետը կզանգի կասի ինչ որ մանիպուլյացիա կարող անի ու այդ ասի վաճառքը եղավ կամ վաճառքը չեղավ։ Իմ կարծիքով այստեղ ոչ թե հարցը ըստ մասնագիտության նկատմամբ պատասխանատվությունն է, այլ որպես մարդ էմպաթիայի արդյունքում բայց մնացած քաղաքացիները այլ մասնագիտության հետ իմ ասածը զուտ այնա որ իրանք առնչվում են օրինակ չգիտեմ տետ-ա-տետ մի հոգու հետ օրինակ չգիտեմ բժիշկը եկավ բժիշկի մոտ եկավ այցելուն ինքը տետ-ա-տետ մեկի հետ նստում է խոսում է կարա ձևավորի կարա չձևավորի կոմպլեքսներ եւ այլն իսկ մարքեթինգի մասնագետը միանգամից իր գաղափարը public sense տալիս է չէ Ինչը՞ չէ։ Մարքեթինգի մասնագետը խոսում է իր ICP-ի հետ, իր ideal customer persona-ի հետ։ Եթե մարքեթինգի մասնագետը խոսում է բոլորի հետ, այդ արդեն ոնց որ չի աշխատում այդ process-ը։ Յուրաքանչյուր messaging, որ մենք տեսնում ենք, օրինակ այստեղ մեկ էջանոց մարքեթինգային պլան, ինքը պետք է խոսա հստակ մարդու հետ, մեր հետ, որտեղ մեզ հետաքրքիր է դա։ Բայց օրինակ մեր ռեժիսորները, որ սա կարդան, դա իրանց հետաքրքիր չի լինի։ Մի ֆակտ։ Դե հա, ես կարողացի որ այդպես մի աշխարհին եմ ռեժիսորները։ Նույն ես օրինակ եզում Ես ուզում եմ ասեմ, որ կոնկրետ այդ case-ը դրած է մետրոյում։ Այդտեղ չկա թիրախավորում։
Այդտեղ դրված է այն թիրախ այն մարդիկ են, ովքեր որ գնում են այդ մասով մետրոյով գնում են։ Չէ, ու ունեն այդ product-ի կարիքը։ Այդտեղ կա թիրախավորում։ Մետրոյի հաճախորդը արդեն ինքը Այդտեղ կոնկրետ կա կանոններ բայց ունեցող հաճախորդ է։ շատ լայն հատկանիշ է, էլի, ասենք, նու հատկանիշ էլ չի ինքը։ Պրոդուկտն էլ է լայն։ Ես մի օրինակ բերեմ ու ըստ դրա գամ դեպի սուբյեկտիվիզմին, հա։ Երկու նոր մտերմացած մարդիկ են լինում, միասին գնում են սրճարան, սուրճ են ուզում, երկուսն էլ շաքարային դիաբետ են ունենում։ Ու մեկը համատած նոր է շաքարային դիաբետը հայտնաբերվել։ Հիմա մատուցողը մոտենում է, սուրճ են ուզում, ասում է քաղցր, թե առանց, այս մեկը, որ թեթև է վերաբերվում իր հիվանդությանը, ասում է, չէ, դառը բեր, մենք արդեն քաղցր տղաներ ենք, ու ասում է, այս ընկերն է հենց պատմում, ասում է, մոտ մեկ շաբաթ մի տեսակ էր իմ հետ մյուս ընկերս էլի, ասում է, հետո պարզվեց, ասում է, նեղացել էր ինձնից, որ իր հոգու հետ էի խաղացել, ասում է, բայց ես էլ ունեմ շաքարային դիաբետ, ես իմ մասին էլ եմ այդ ամենն ասել։ Հիմա, որ ասեցի կոմպլեքսների մասին, տեսեք, կոմպլեքսը որևէ բանի նկատմամբ վերաբերմունքի արդյունքում իրականություն, այսինքն որևէ բանից ես կարող եմ կոմպլեքսավորվել եւ դու կարող ես չկոմպլեքսավորվել, երկուսս էլ ունենանք նույն խնդիրը ենթադրենք, հա։ Հետեւաբար հիմա մարքետոլոգը եթե գիտի, որ այս ակցիան, այս մոտեցում ակցիայի նկատի չունեմ 5-ի նոր action-ը, հա, այս քայլը, այս գովազդը կաշխատի, ինքը եթե վերցնի ծայրահեղ դեպքերը, երևի ոչ մի բան չկարողանա հանել։ Հատկապես մեր ժամանակներում։ Հիմա նույն այս երկու ընկերներին, եթե մենք ուզում ենք վաճառենք դիաբետիկ որևէ սնունդ կամ դիաբետի դեղեր, մենք ոնց ասենք բանը, որևէ ձև մեր մարքետոլոգներն ասում են, թե ունես դիաբետ կամ կա նման խնդիրներ, ապա սենց։ Հիմա ոնց գտնի այդ մարդկանց, ինքը նշելու է, չէ՞ այդ ամենը, արդեն ընկալումների մեջ է, ինչքանով էս ծայրահեղ ընկալում այդ ամենը։ Չէ, այդ համեմատությունը մի քիչ չէի տանի, որովհետև սպეციფიկ ինչ որ մի հատ առանձնահատկություն, որ ունեն հենց շաքարային այդ նեղ ինչ որ բան է, product է։ Ես կակնիտես։ Կողակի մասային է։ Եթե ուզում ես թորեմն աշխատի, պիտի վերցնես ծայրահեղ դեպքերը։ Ես դրա համար բերվում ծայրահեղ դեպքը, ծայրահեղ դեպքերից մեկը կա ավելի վատ դեպքեր ընդեղ ուռուցք, մյուս։ Եվ երկրորդ, իմ կարծիքով վաճառքը երջանկացնելու մասին է։ Հետարքիր է իրականում լսել ձեր կարծիքը, համենայն դեպս իմ համար սենց ես որպես մասնագետ որ տեսա այդ, ես հասկացա, ես մասնագետ եմ, ես հասկանում եմ իրանք ինչ են անում, բայց ես նայեցի նաև այն մարդու տեսանկյունից, ով որ մարքեթինգի մասնագետ չի, ինքը տեսնում է նմանատիպ գրվածքներ, իր մոտ կարա ինչ որ չափով այդ կոմպլեքսը առաջացնի։ Ես համենայն դեպս կարծում եմ, որ ինչ որ չափով մարքեթինգի մասնագետը այդտեղ ունի իր պատասխանատվության չափաբաժինը սոցիումում, որովհետև տենց մետրոյում դնելը սովորական բժիշկը, չգիտեմ, բժիշկի գործը այդ չի, բայց մարքեթինգի մասնագետինը այդ է, երբ որ ինքը առնչվում է մասայի հետ, ես չեմ ասում բոլորի հետ, ինքը մեծ թիրախային խմբերի հետ է առնչվում։ Եթե պատասխանատվության մասով ասեմ, Սարգիս, օրինակ մարքետոլոգը ավելի մեծ պատասխանատվություն ունի գրագիտությունը տարածելու կամ չտարածելու հասարակությանը անդրագետ մեծացնելու թե չէ, այսինքն այնտեղ բանի նմանատիպ գովազդների մեջ, հղումների մեջ հայերեն, ռուսերեն ոնց պիտի գրվի, անգլերեն կամ ինչքանով անգրագետ գրվի, վերջերս տարբեր տրենդերի հետևանքով ուղղագրության են վնասում մարքետոլոգները։ Մեր հայկական ուղղագրությանը մենք սկսում ենք համարել, որ դա ճիշտ է, որտեղ անդադ ամենտեղ տեսնում ենք եւ չկա որևէ մեկը, որ ասի դա սխալ է, պետական մակարդակով էլ։ Երկրորդ, մարքեթինգի մասնագետը պատասխանատու է անգամ կրոնական եւ մշակութային մասով, որ որևէ ձևով շեղում չտա տվյալ տարածաշրջանի ամենաընդունված կրոնից կամ մշակույթից։ Մարքետոլոգները նենց կարող են մշակույթ փոխել դեպի վատը, որ չես պատկերացնում։ Այս տեսանկյունից ես ավելի կքննարկեի, քան ընտրել, որ բանը հանկարծ խիստ կոմպլեքսների հետևանքով չվնասենք, որտեղ ես ասեցի վաճառքի երջանկության մասին է, հնարավոր է ես հիշեցնեմ, որ այդ չկա, այդ ունեցի, որպեսզի երջանիկ լինես, այդ մարդը այդպես ասում է ցաչվով։ Նայեք, նույն բանը, ես կարող եմ երջանիկ լինես, գնաս դեպի երջանկություն։ Նույն բանը իմ համար
չգիտեմ ձեր մոտ ոնց, իմ համար մի քիչ նեգատիվ էր, ես կարամ նույնիսկ այդ պոզիտիվ ներկայացնեմ, նույն գրվածքը Այս դրա համար կոմպետենտություն խոսեցի, որովհետև նույն մեսեջի խնդիրը չի այդտեղ, այդ մեսեջի ինտերպրետացիայի խնդիրն է, այսինքն կատարողականության։ Այդ նույն մեսեջը հնարավոր է ասել շատ անկոմպետենտ, որը դուրս կգա քո թիրախից եւ գրեհիկ կհնչի եւ կա կոմպետենտ, մասնագիտական կոմպետենցիայի մասին է խոսքը, որ ինքը կգնա քո թիրախին կասի դու ինչ ես ուզում ասել դրանով, կառաջացնի այդ ցավը, ու արդյունքում այդ գրեհիկ զգացողությունները չեն առաջանա, այսինքն իրականում ոչ թե դա պատասխանատվություն կրելու կամ չկրելու հարցը, այլ ինչ որ մի գաղափար ու դա շատ է հաճախ հանդիպում մարքեթինգի մեջ, կա լավ գաղափար, կա վատ կատարողականություն։ Կատարողականության խնդիր է, որ դու այդ զգացողությունն ես ունեցել, որովհետև այդ նույն մեսեջը, այդ նույն ասելիքով գուցե ուրիշ մարքեթինգային թիմը նենց աներ, որ ոչ թե դու այդ սոցիալական անհավասարության զգացողություն ունենայր, այլ ունենայր հենց այդ pain-ի գտնելու ու pain-ի solution-ի գտնելու, այսինքն դա զուտ ես հենց այդ եմ ասում, հիմա հենց հիմա կարանք ստացենք, չունես դեռ հեռախոս, ինքը իմ համար, չգիտեմ, ավելի նեգատիվ է գնում։ Ուզում ես ավելի լավ հեռախոս։ Ինքը ավելի պոզիտիվ գնաց։ Այս տարի էլ չգնացիր հանգստանալու, մի հատ էլ գնա հանգստանալու։ Ենթադրենք սիտուացիան, որ իրենք հստակ կարելի է A/B թեստինգներ, հստակ իրենց ֆոկուս գրուպայի հետ են աշխատել, հստակ ֆրեյմինգ են օգտագործել։ Ես հստակ չգիտեմ իրենց թիմի այդպես արել, բայց սովորաբար, մարքեթինգային թիմը եթե արտադրում է որևէ բառակապակցություն, որևէ բառախաղ, դա արված է լինում դատայի, հետազոտության, թեստինգների արդյունքում։ Իհարկե այս кейսում ես չգիտեմ, բայց կուզեմ հավատալ, որ դա պարզապես հենց այդ կառուցվածքով չի, որ նախադասությունը։ Հա, ես էլ այդ մենք նկարագրեցինք իդեալականը ոնց պետքա լինի։ Ճիշտ է, օրինակ Սոնան շատ լավ հենց հիմա թեմա առաջարկեց, որ կարող ենք նաև քննարկել, այ որ ոչ թե դա պետքա լինի իդեալական, դա սովորական նորման է։ Այսինքն մարքեթինգը ինքը պետքա data driven լինի, այսինքն եթե ինքը data driven չի, ինքը էլ մարքեթինգ չի։ Այսինքն սկսում ենք այդտեղից։ Ես եթե հանգիստ նախկինում չեմ նկատել այդպես բաներ, այդ իմ համար sense մի քիչ աչքս սուտ ծակեց, որպես մասնագետ, հետո ինձ դրեցի user-ի տեսանկյունից, այս որպես sense ինչ-որ քննարկում ու feedback էլ այո, պես կներես իհարկե ընդհատեմ, գիտես այստեղ կարա ինչը լինի, կարա քո հենց ոչ թե կոմպլեքսներ, այլ քանի որ դու մարքեթինգի մասնագետ ես, դու փորձել ես մասնագիտորեն նայել եւ որևէ ոնց որ թեմա գտնես այդ ամեն ինչի մեջ, հա, ավելի sense կենտրոնանաս, խորանաս, վերլուծես, քննարկես նույնիսկ ինքդ քո համար այդ կոմպլեքսի մասը, հա, մարդը կունենա թե չունենա։ Ես կարծում եմ սովորական սպառողը այդ աշճան ծանր չէր տանի, հա, ինչքան դու, որտեղ հնարավոր է որպես մասնագետ ես նայել։ Կամ ենթագիտակցական ֆոնին կլիներ։ Մարքեթինգ Երևանը նաև ունի իր համայնքը, որտեղ հավաքվել են մարքեթինգի մասնագետներ, ովքեր եկել են կրթվելու, սովորելու, քննարկումներ կատարելու, ինչու՞ չէ նաև լավ ժամանց անցկացնելու համար։ Համայնքին կարող եք միանալ marketingerevan.com կայքի միջոցով, ներքևում կթողնենք հողումը։ Թողնելով հայտը, անձամբ ես կավելացնեմ ձեզ փակ խմբում։ Իսկ վաճառքներ, մարքեթինգ, եկեք մի քիչ դրանից խոսանք, էլի։ Այդ մասով ինչ կասեք, ոնց են ընդհանրապես Հայաստանում միջինում, հա, ասենց ինչ-որ մարքեթինգ, վաճառք թիմերի կապը ստացվում է, չի ստացվում, շատ են մարքեթինգի մասնագետից վաճառք պահանջում, ինչ կասեք այդ մասով։ Ես կարող եմ թեորիան ապահովել, հա, կատարյալ աշխարհում ոնց կլինի, որ այդ կատարյալ արդյունքները ստանանք։ Ու իմ պրակտիկայում էլ լավագույն արդյունքները ստացվում այն ժամանակ, երբ որ կա հստակ մարքեթինգի թիմ կամ մարքեթինգի մասնագետ, ով հստակ գիտի իր առջև դրված նպատակները, որոնք հստակ կապում է կազմակերպության առջև նպատակներին, ունենք վաճառքի թիմ կամ վաճառքի մասնագետ, ով էլի հստակ գիտի թե իր առջև դրված նպատակները որոնք են, որը տարբեր է մարքեթինգի թիմի կամ մարքեթինգի մասնագետի նպատակներից, սակայն էլի տանում է կազմակերպության ընդհանուր նպատակներին ու կա հստակ process սխեմա, որ այս երկու բաժինները միասին համագործակցում են ամենօրյա ռեժիմով, ամենօրյա սխեմայով։ Եթե սենց փորձեմ բերեմ թվային հարթակել, հա, մարքեթինգի բաժինը բերում է MQL-ներին,
տալիս է վաճառքին, վաճառքը MQL-ը convert-ը անում SQL-ի, փակումը տալիս է ընկերության աճին։ Իմ կարծիքով այդպես կատարյալ համագործակցային իրավիճակն է, որի դեպքում խնդիրներ չեն առաջանա։ Բայց պրակտիկայում դա շատ դժվար է իրագործել։ Պրակտիկայում այդտեղ Ես կարող եմ լրացնել ինչու՞մն է պատճառը, որ պրակտիկայում առաջանում է այդ խնդիրը։ Պրակտիկայում այդ խնդիրը առաջանում է մի պարզ պատճառով, որ վաճառքի թիմի ու մարքեթինգային թիմի մոտ առաջանում է շուկայի առաջխաղացման ռազմավարության սեփական սցենար։ Առհասարակ, եթե խորանանք, ռազմավարական գործառույթ ընկերությունում դա մարքեթինգի թիմինն է, ոչ թե վաճառքների թիմին է։ Վաճառքների թիմը դա տակտիկական գործողությունների շարքն է, որոնք որ պետք է ուղղված լինեն ռազմավարության իրականացմանը։ Այսինքն, որպես այդպիսին ռազմավարության մշակումը ընկերության առաջխաղացման, դա մարքեթինգային գործառույթ է։ Ինչ որ պահի, որ այդ գործառույթը չի կատարում ճիշտ բաժինը, սկսում են այդ գործառույթը կատարել բոլորը։ Այդ թվում նաև վաճառքի թիմ, այսինքն, քանի որ իրանք ունեն ամեն օրվա օպերացիոն գործողություն շուկայի հետ շփվելու, բնականաբար իրանց մոտ կա գեներացած որևէ դատա։ Ու բնականաբար այդ դատայի հիման վրա փորձում են իրանք ստեղծել այդ ռազմավարական պրոցեսները։ Ու այդ դեպքում սկսում է այդ տարանջատումը, որովհետև սովորաբար մարքեթինգային ռազմավարությունը ինքը պետք է ուղղված լինի ընդհանուր ընկերության մեծ այդ mission կոչվածի կամ այդ vision կոչվածի առաջխաղացման։ Իսկ տակտիկական դեպարտամենտի վաճառքներին ինքը չի կարող այդքան մեծ գլոբալ ռազմավարություն մշակի, ինքը մշակում է արդեն ստեղծված պրոդուկտի լիկվիդայնությունը ապահովող ռազմավարություն։ Ու ստացվում է ընկերություն ունի ինչ երկու տարբեր ռազմավարություն, որոնք իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Ու դե սկսում է կոնֆլիկտը։ Ու այդ կոնֆլիկտը հատվում է միայն մի սեղանի շուրջ, երբ որ մի հատ կոմպետենտ մարքեթինգի թիմի ղեկավարը լինում, ով կարողանում է թե վաճառքների թիմին եւ թե ղեկավարությանը բերել եւ բացատրել, որ չի կարա լինի մի քանի ռազմավարություն, պետքա լինի մեկը, որը ուղղված լինի ընկերության երկարաժամկետ նպատակների հաստատմանը ու միգուցե դրա ճանապարհին վաճառքի թիմի նաեւ տուժող գործառույթներ իրականացնեն, որովհետեւ վաճառքը դա ավելի լիկվիդային հիշեցնող գործառույթ, այսինքն այսօր կա վաճառք, իրանք արդեն succeed են, այսինքն իրանց նպատակը կատարված է։ Իսկ մարքեթինգային ռազմավարների խնդիրն է ընկերությունը 10 տարում ունենա նույն market size-ը կամ գոնե ավելի մեծ։ Այսինքն միշտ մեծ նպատակի ճանապարհին երբեմն փոքր նպատակները տուժում են ու այդտեղ կա կոնֆլիկտ բաժինների միջև, որովհետև նա ուզում է արագ եւ կոնֆլիկտ լուծում։ Բնականաբար ղեկավարները գայթակղում են, որովհետև իրանց թվում է թե 10 տարի հետո էլ արդեն այդ ընկերությունը իրանցը չի լինում։ Այդտեղ ուղղակի պետք է ընդհանրապես իր մասնագիտությանը տիրապետող լրջագույն ստրատեգ մարքետոլոգ, որը կասի դուք կունենաք սա այսքան ժամանակ հետո, այս արդյունքներով եւ այսպես դրա համար խնդրում եմ թողեք այս ռազմավարությունը ու կարող է հիմնավոր ռեֆերանսներով եւ մնացած բաներով։ Ամեն ինչ այդտեղ գտնում է իր տեղը։ Ինչ որ մրցակից իրար նայեն էլի, ինչ որ միտեղ էլ որ բայց իրար հետ ընդհակառակը շատ sense fit եղած պետքա համագործակցեն էլի մարքեթինգը վաճառքը։ Պետքա մեկը մյուսին բուստ այն кейսում է, որտեղ թիմերը ապրում են առանձին կյանքով, ու դրանց շատ ընկերություններ կան, բայց երբ որ թիմերը նույն նույն մեծ բանի համար են շուրջ են, ես դրա համար նշեցի, որ անպայման երկուսի գոլերն է կապված լինեն ընկերության գոլին։ Այդ кейսում շատ դժվար կլինի սխալվելը, հա։ Շատ քիչ են քննարկում ընդհանրապես աշխարհում էլ Հայաստանում էլ ֆինանսական բաժնի կապը վաճառքի ու մարքեթինգի հիմնական բախումը վաճառք մարքեթինգի մեջ են տեսնում։ Ընդ որում ես չեմ խոսում վաճառքի բաժնի շահերի բախումը հաշվապահության հետ, որովհետև քառակուսի հարկային սենց ասել, սենց են կանելու չի կարող ուրիշ ձև լինի, այս զեղչը չեն կարող սենց կազմակերպել։ Ֆինանսական կառավարման այլ խոսում ենք մի դաս ավելի գոնե մի դաս ավելի բարձր ֆինանսներ, մարքեթինգ, վաճառք, որ նույնիսկ այդ երկարաժամկետությունը ապահովելու համար, որ նույնիսկ այսօրվա կորուստը երբ է հետ գալու դրա համար, որ նույնիսկ արժի թե չէ, որտեղ ֆինանսական բաժնի հիմնական բնավորությունը փող խնայելն է ու չծախսելը։ Իդեպ ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե ուզում եք որևէ բիզնեսին
որևէ ապրանք կամ ծառայություն վաճառել, երբեք մի հանդիպեք ֆինանսական տնօրենի, ֆինանսական բաժին չեք վաճառելու, որը ճիշտ չի, բանը խնայելով միայն բիզնես անելը։ Մյուս կողմից մարքեթինգի բաժինը ընդունված է որպես այդքան գումար ծախսեցին, ինչ եղավ, որ ոչ մի բան չտեսանք եւ այլն, այն էլ լրիվ հակառակ ուղղությունն է։ Դրա համար է ես ասում, որ նաեւ այդտեղ կապը ֆինանսներ ու մարքեթինգ պիտի էլի համալիր լինի, համատեղ լինի, միմյանց ընդառաջ լինի ու հաշվարկված լինի, ամենակարևորը։ Ես միշտ որ բիզնեսի մասին խոսում եմ մաթեմատիկայի մասին, ընկերներս ասում են դու էլ ամեն ինչ բերում ես մաթեմատիկայի, ասում եմ բիզնեսը գումարի համար է, փողի համար է, փողի վրա թիվ է նկարած։ Ես մաթեմատիկայից պիտի խոսեմ, փողի վրա ծաղիկ նկարած լիներ, կենսաբանությունից կխոսեի կամ կենսաբանություն կուսումնասիրեի։ Այստեղ կարևոր է նաև մի խոսքով ֆինանսական բաժնի եւ ֆինանսական ռազմավարության դերը, որը էլի պիտի ծառայի կամ նույն եւ կամ նույն մարքեթինգին, որ եթե ներդրումներ ապետ պիտի արվի, եւ կամ նույն վաճառքին։ Ամենամեծ սխալը նոր առաջի անգամ հատկապես բիզնես սկսելուց եւ ոչ միայն ամենամեծ սխալը, որ իրականացվում է ու դրա հետևանքով ձախողումը լինում է բիզնեսմենների կողմից, հետեւյալն է. հաշվում են, որ այսինչ արտադրությունը բացելու համար, այսինչ գործանը բացելու համար պետք է $400,000 գումար։ Իրանք գտնում են հենց այդ 400,000-ը, մի հատ էլ ասում են, դե լավ, մի այլ մի $50,000։ Բայց իրանք չեն հաշվում, որ օրինակ նոր բացված բիզնեսների 90%-ը փակվում է առաջին տարին։ Այսինքն բացի այդ $400,000-450,000-ից քեզ անհրաժեշտ է գոնե 1 տարվա մարքեթինգ բյուջետ եւ քեզ անհրաժեշտ է ամենահաճախ հանդիպող խնդիրը գոնե 1 տարվա աշխատավարձի բյուջե եւ նոր դրանից հետո այդքան ամբողջից հետո նոր այլը գումարես, ինքը բավականին այլ կլինի մի հատ։ Դրա համար բիզնես պլան է պետք ունենալ։ Ինձ որ միշտ ասում են բիզնես պլան ինչի համար է պետք։ Վահեն շատ հոյակապ նկարագրեց։ Բիզնես պլանը այդ են բիզապասնի պատուշկան է, որի միջոցով ընկերությունը ժամանակ է շահում, որպեսզի կարողանա իր ապրանքը առաջ խաղացնել, իսկ ապրանքը հնարավոր չի մի օրում առաջ խաղալ։ Դրա համար ոնց որ չես կարող միրգը ժամանակից շուտ ասես, չնայած հիմա արդեն ոնց որ ստացվում է, ինքը этаպներ ունի, ու երբ որ դու որևէ этаպ բաց ես թողնում, դա միևնույն է, ինչ որ տեղից դա դուրս է գալու, այսինքն բիզնեսի ինչ որ մի այլ փուլում այդ բաց թողած этаպի համար միևնույն է վճարելու ես, իսկ երբ որ ինքը այդ этаպներով գնա, դրա համար ժամանակ է պետք է, ժամանակը փող է։ Իսկ ամենածանր բանը որն է, որովհետև երբ որ դու բիզնեսը արդեն բացել ես, գործանը բացել ես, հիմնականում վարկով, դու ունես ծանր բեր վարկ, ծանր բեր աշխատավարձային ու մարքեթինգին արդեն կամ գումար չի մնում, կամ չես ուզում, որովհետև շոշափելի չի։ Կամ հաշվացե չեն ստացվում է դու օր առաջ պիտի մարքեթինգ անես, շատ լավ մարքեթինգ, որպեսզի գոնե այսօրվա ծախսերդ բերես մինիմալի, այսինքն եթե մինուսը օրինակ 10 միլիոն դրամա, բերես մինուսը 6 միլիոն դրամի, ես ամիս հաջորդ ամիս 5 միլիոն դրամի։ Այդ մարքեթինգով։ Ասելով էլ այդ social media marketing-ն է, չէ, էսել նշենք էլի, որտեղ սովորաբար որ բիզնեսները բացվում են, չէ, մի հատ Instagram էջ են բացում ու իրանց թվում է մարքեթինգը անում ենք։ Ամենակարևորը չունենալով ոչ այդ բյուջետինգը ոչ մի բան, սկսում են թանկարժեք գովազդներ նկարել, ենթադրելով որ իրանք կատարում են մարքեթինգային բյուջետ։ Ես ընկերությունում եմ աշխատել 7 երևի տարի, որ այդ ընկերության մասին ընդհանրապես ոչ մեկ երևի թե չի իմանա, որովհետև ինքը երբևիցե ոչ մի գովազդ չի տեղադրել, բայց այդ ընկերությունը իր շրջանառությամբ իր ոլորտում առաջատար է եղել, այսինքն մարքեթինգ չի նշանակում, որ քո մասին գիտեն, կամ դու բարձրաձայն խոսում ես, ընկերության հաջողությունը բացառապես ֆինանսական հաշվետվություններում է երևում, այսինքն մարքեթինգ ինքը գիտություն չի նրա մասին, թե դու ինչ միջոցով ես ընկերությունը հաջողության բերում, մարքեթինգը գիտությունն է, որ հաջողության ես բերում։ Պետք է հասկանաս ցանկացած բյուջեի ներդրում ընկերության ինչ ետ գնում է բերում։ Երբեմն դա կլինի մարդկային ռեսուրսների մեջ ու երբեմն կլինի շատ այլ բաների մեջ։ Հենց դա է մարքեթինգը, ոչ թե որ մտածենք թե product-ի մասին ինչ ինֆորմացիա։ Նույն BCG մատրիցան, այնտեղ բանը մի տեսակը բաներ չէ, հաչան շուններ, այսինքն անունը կա,
Չէ, Հաչանշուն է։ Հայկական ռազմավարության բանը բոլորը ճանաչում են, բայց մինուս է կամ։ Շատ ընդունելի է հայաստանյան։ Իդեպ ասեմ, դա նաև վերաբերում է մասնագետներին։ Երբեմն դուք գիտեք մասնագետներ, որոնց բոլորը ճանաչում են, բայց իրանք ունեն խորը ֆինանսական խնդիրներ, որի ոչ մի ձևով իմ գլխի մեջ չի կարող տեղավորվել, որ եթե մարդը ինքը կարում է ինչ-որ բիզնես առաջ խաղացնի, այսինքն հասկանալ ոնց կարելի է սահմանափակ ռեսուրսներով, սահմանափակ ժամանակում, սահմանափակ հնարավորություններով ինչ-որ բան առաջ տանի ու սեփական անձի մասնագիտական կարգավորման ուղին ունի խոչընդոտներ։ Ես տեղից է ամեն ինչ։ Գիտես, ներողություն, այդ ավելի շատ կարող վերաբերվի մարքեթինգին ու վաճառքին ու մի քիչ էլ կառավարմանը մեր ոլորտին, բայց օրինակ եթե մարդը շատ լավ ֆինանսիստ է կամ շատ լավ հոգեբան է, ինքը մարքեթինգային ու վաճառքի գիտելիքներ չունի, իր համար մենք պետք է իրան օգտակար լինի, բայց համաձայն եմ նաև քեզ հետ, որ եթե մարքետոլոգ ու վաճառքի մասնագետը ինքը իր ապրանքը չի, իր ծառայությունը չի կարող վաճառի կամ բոլորը քաղաքում գիտեմ, բայց հստակ գիտեմ, որ իրանք ունեն շատ խորը մեծ ընկերություններում ես տեսնում եմ sense մի pattern կա պահվածքի, որ հայն ասենք լուրջ մասնագիտությունները, հաշվապահություն, եկեք ասեք ֆինանսներ, իրանք գլուխ չեն դնում մարքեթինգի ու վաճառքի բաժնի հետ։ Չեմ ուզի ասեմ մի քիչ կամահրանքով են մոտենում, բայց այն որ անգամ իրենք չգիտեն, թե այդ բաժինները ինչով են զբաղվում։ Ստեղ էլ sense շատ մեծ դիզոնանս կա։ Մեծ ընկերություններում հայկական, չէ, շատ մեծ դիզոնանս կա։ Հա, այն որ չգիտենք ինչ են կանում, ինչ որ մարքետոլոգներն են սարքում այդ մերը։ Լուրջ չեն վերաբերվում, այդ դիզոնանսը շատ կա, դրա համար այդ կապն էլ իրականում Ես չեմ մեղադրում, որովհետև սենց ասեմ, ամեն դեպարտամենտ եւ ամեն մասնագետ պատասխանատու է, որպեսզի կարողանան ճիշտ ընկալեն։ Եթե չեն ընկալում ճիշտ, ամենայն հավանականությամբ մի հատ հասկանան գլուխ չեն դնում, որն է։ Չեն ուզում հասկանալ, թե օրինակ մարքեթինգի թիմը ինչով է զբաղվում, օրինակ իրանց day-to-day գործառույթները ինչպիսին են։ Բայց ես ուրիշ իրականություն եմ տեսել, մարքեթինգի եւ վաճառքի բաժինը ղեկավարության կողմից միշտ խիստ վերահսկողության տակ է եւ խիստ ուշադրության կենտրոնում է, որովհետեւ ասում են փող բերողն իրանք են, վաճառողները եւ փող ծախսողն իրանք մարքետոլոգներն են, հետաբար երկուսին էլ անհրաժեշտ է խիստ ուշադրություն դարձնել։ Բայց կապը այլ բաժինների թիմակիցների մեջ ես տեսել եմ, որ կարող ենք կամայական բաժնի ֆինանսիստին հարցնենք, ձեր մարքեթինգի բաժինը ինչով է զբաղվում կամ ձեր մարքեթինգի բաժնի արժեվ դրված գոլերը այս ամիս կամ այս quarter որոնք են։ Հա, ինֆորմացված չեն աշխատակիցները, այդ երկրորդ հարց է։ Մեծ հաշվով օրինակ, եթե ես որևէ արտադրության զոդող եմ, ինձ շատ է հետաքրքիր մարքեթինգն ինչ անում, իմ աշխատավարձը վայրկյանով ժամով տվեք, ինչ խոստացել եք տվեք, եթե բոնուսներ կա տվեք, ես չխառնվեմ այդ ամենը, ես նշեցի զոդող, բայց օրինակ, եթե ես բանը Apple-ի հավաքարարն եմ, ինձ կհետաքրի մարքեթինգը ու վաճառքը, որովհետև դուք ինձ պետք է սովորացնեք, որ երբ որ հաճախորդը մտնում է, երբ է պետք մաքրել, երբ պետք չի մաքրել, որ չխանգարես այդ մարդուն, այս երկրորդ հարցը։ Այսինքն կան բաժիններ, որ իրանց պետքա որ չհետաքրի որպես այդպես։ Ես հասկացա Սոնայի ասածը, ինչ որ չափով համաձայն եմ իր հետ, որովհետև չեմ ուզում ասեմ ինչ որ տենց ավելի լուրջ ու կարևոր բաժին են երևի թե իրանց է համարում, քան օրինակ մնացած բաժինները երևի թե, հա, ասենց շո այդ տեսություններից մեկն է, то есть եթե լրջության տեսանկյունից ձեր համաձայն են։ Հա, այ ապրես, հա, այսօր դե վիդեոն նկարում էլ ինչ որ չեն անում է, ինֆորմացիան էլ ինֆորմացված լինելն էլ է կարևոր, լրջությունն էլ է կարևոր։ Եթե լուրջ չեն վերաբերվում այդ տեսանկյունից, ես խիստ համաձայն եմ, կուզեմ նույնիսկ այս մեր եթերով անպայման ասեմ, որ հարգելի օրինակ արտադրողներ պահածոյի արտադրությունը չի սկսվում բանա, դե լավ արտադրության պետ ունենք, լավ մասնագետ ունենք, տեխնոլոգ, բանա, իրան բերենք արտադրենք, հետո կկանչենք Սարգիսին բանա, մարքետոլոգա, որովհետև կվաճառի։ Ես գտնում եմ, որ
արտադրությունը կամ ընդհանրապես որևէ բիզնես պիտի սկսի մարքեթինգից, մարքեթինգի բաժնից։ Ես միշտ ասում եմ պահածո արտադրող կլինի, ասում եմ ով է արտադրել պահածո, ասում եմ արտադրության պետ, ասում եմ պահածոդ պիտի արտադրել մարքետոլոգը։ Դու արդեն արտադրել վերջացրել ես, ինձ հրավիրել ես, որ ես վաճառեմ, ընդ որում մարքեթինգը դել գոյություն չունի։ Ասում եմ, բան ինչ պիտի անենք։ Ասում ոչ միայն էտիկետկաները պիտի փոխվի։ Ինչի է ասում ֆինանսական բաժինը։ Նախ հասկանալ պահածոյի կարիք շուկան։ Ես էլ մարքեթինգի Ես ամենաառաջի հարցը, որ տալիս եմ ու ինձ չեն սիրում, ես միշտ ասում եմ, ինչ Եթե խոսքը վերաբերում է պահածոյին ունի, հա ճիշտ եք ասում, բայց հիմնավորում կա, որ ձեր բիզնեսի կարիքը այդ լոկացիայում ուրիշ ոչ մի բանից մարքեթինգը չի սկսվում, ոչ իմ անձնական կարիքից, ոչ թրենդերից, դատայի հիման վրա հետազոտություն։ Անձնական այդ կարիք ճաշակով առաջնորդվել է։ Ես այս հետազոտության հետ կապված նույնիսկ հարց ունեմ, ինչ շատ հետաքրքիր թեմա է։ Ես որ ասում եմ արտադրությունը օրինակ պահածոյի պիտի սկսվի մարքեթինգի բաժնից ու ոչ միայն, նաև որ գումարեցի ֆինանսներ վաճառք, հասարակ բան ասեմ, մի կազմակերպությունում պահածոյի արտադրություն ֆինանսական խնդիր կար։ Այդ ֆինանսական խնդրի հետևանքով մարդիկ նույնիսկ այդ տարաները տարա չկար 1 կիլանոց տարա չկար, որպեսզի բանա նոր մթերման ժամանակ այդ տարայի մեջ լցնեն, հա, ու ես երբ որ նայեցի անցած տարվանից եւ անցած տարիներից ինչ ա մնացել, եթե դուք գիտեք սինդրիկ բույսը, այդ սինդրիկ խոտաբույսը ինքը բանը շատ համով է, բայց շատ քիչ է վաճառվում, համեմատած օրինակ թթուվարունգի կամ խավիարի կամ տոմատի մածուկի հետ շատ մեծ քանակի սինդրիկը լցրած էր 1 կիլոնոսների մեջ, հիմա ասում եմ մարքետոլոգը որ եկել է կամ վաճառի ասին հանեք այդ բակաները դրեք այս խավիարի ու տոմատի մեջ, որտեղ 30-40 անգամ ավելի արագ է վաճառվում քան սինդրիկը։ Երբ որ հարցրեցի ինչ ենք սինդրիկ բաները, մեր տեխնոլոգը շատ համով սինդրիկ եւ երկրորդ ասում մեծ քանակի բանա ոնց որ հետաձգված վճարումով սինդրիկ ունենք այդ պակետին։ Այդ թույլտվություններն էլ նույնիսկ մարքեթինգն ու ֆինանսները պիտի տա էլի ու համատեղ պիտի աշխատեն։ Ու վերադառնալով Սոնայի թեմային, ես ուղղակի sense ինչ-որ եզրակացություն կտամ, որ չկա ինչ-որ ավելի կարևոր բաժին, հա, կան բաժիններ, կան փուլեր, որ ամեն փուլում ինչ-որ բաժնով անցնում է այդ ցեպը չկան, պետք է ամեն մի շղթան իր տեղում լինի։ То есть կա բաժին, կա գործառույթ ու այդ բաժինը պատասխանատու է իր գործառույթի համար։ Իսկ համաձայն եմ։ Այղավ, всё, անցավ մյուս ցեպոչկա։ Ոնց որ ասես, սիրտը ավելի կա։ Ես միշտ չեմ հասկացել այն մարդկանց։ Շատ լավ օրինակ է։ Նույն բանն է, դու նույն սրտից էլ կարող ես մահանալ, կարաս մահանաս երևի ավելի Ստե գիտեք ինչ են կոմենտելու, բայց ոչկան կարանալ։ Բայց մի ոչկայով մարդ կարա ապրի, բայց Okay, կույրավիկնել են հեռացնում։ ուղղակի ժամանակ ես շատ։ Չէ, օրգանիզմը ինքը շատ ներդաշնակ պետք է լինի, ամենակարևորը ամեն օրգան կատարի իրեն համապատասխան գործառույթ, ոչ թե զբաղվի մյուս։ Ես անի հետ շատ համաձայն եմ, իմ հատկապես կառավարման դասընթացների ժամանակ խոսում եմ հենց այդ թեմայով, որ օրգանիզմը որոշ դեպքերում նույնիսկ նմանություններ են գտնում, թե որ բաժինը, որ օրգանն է, ու մի օր նույնիսկ քննարկում ունեցանք, որ անգամ եթե համարվում է, որ ուղեղն է կառավարում այդ ամեն օրգանները, եթե թթվածին չմատակարարվեց ուղեղ, ապա ինքը չի կարողանալու լավ կառավարի, իսկ թթվածնի համար պատասխանատու են թոքերը, սիրտը, անգամ քիթն ու բերանը։ Հետաբար ես խիստ համաձայն եմ ու շատ լավ զգացի, որ այդ ասեցի, կոնկրետ հենց այդպես է, որտեղ եթե մի բան մտածում ես դու շատերն են այդպես մտածում, ուրեմն ավելի ճշմարիտ է, քան։ Շատ մեծ բան եմ ասելու, բայց իմ կարծիքով բոլորի արմատները տալիս են դրան, դա Հայաստանում նախ կրթության կառուցվածքն է, մասնավորապես մարքեթինգի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում մարքեթինգի ոլորտում կրթությունը շատ
թեորիայի հիման վրա է, ու մեր ուսանողները, երբ որ դուրս են գալիս, իրանք չեն իմանում հիմա այս աշխարհում ինչ անեն, որտեղ գնան, որ դուրը բացեն ու իրենք ինչի մասնագետ են ավարտում։ Ես ինքս ավարտել եմ 16 թվականին մագիստրատուրայի ֆակուլտետը ու շատ կար տարբերություն, թե ես ինչ սովորեցի ու երբ որ դուրս եկա, շուկայի կարիքները որոնք էին, հա, ու իրանք շատ կապ չունի իրար հետ։ Կապ կար միայն տերմինների մեջ, որ այն բառերը, որոնք սովորել էի, հա, աշխատանքային ոլորտում կար, բայց իրենց օգտագործել ես չգիտեի։ Այդ կրթական համակարգն է, որ շատ կուզեի ինքը զարգանար ու գոնե չեմ ասի 20 թվականից հետոյվա մարքեթինգը սովորեինք, բայց գոնե 10 թվականից հետոյվա մարքեթինգը սովորեինք, որ գոնե քեզ առաջ գնալու շատ քիչ տարիներ պետք լիներ։ Ֆորմալ թե ոչ ֆորմալի մասին է խոսքը, թե ֆորմալ, ակադեմիական 4 տարվա կրթության մասին է խոսքը։ Երբ որ մարդը դպրոցն ավարտում է, գնում է համալսարան մարքեթինգ սովորելու, մարդը սովորում է 4 տարի թեորիա, առնվազն իմ ժամանակ այդպես էր, բայց չեմ կարծում հիմա շատ։ Բայց մի հատ հարցն է մտեղ, то есть դու ուզում ես որ դասախոսը իրենց պատրաստի իրականությանը պատմելով թե իրական, այսինքն ոլորտում շուկայում ինչ է կատարվում, թե ավելի պրակտիկ դասերի մասին է խոսքը։ Երկուսն էլ, մարքեթինգը ինքը պրակտիկ գիտություն է, ինքը թեորիա պես գիտություն չի, հա, ինքը դու չես կարող թեորիա սովորելով ասել, որ դու գիտես մարքեթինգ, ինքը պետքա փորձես։ Ու երկրորդը ինքը շատ զարգացող գիտություն է, հա, օրինակ եթե 4 տարի առաջ մենք սովորում էինք ոնց set-up անենք Google-ում campaign, այսօր կա vibe marketing, որը ցույց սովորացնում է, թե ոնց դու ստեղծես սիստեմ, որը քո փոխարեն set-up անի campaign-ը։ Vibe marketing-ին մենք Հայաստանում կգանք, ես համոզված եմ 5 տարի անց, բայց շուկայում դա արդեն գործում է։ Ու երբ որ հիմա շրջանավարտը դուրս գա, ինքը նոր սովորելու է campaign set-up անելը։ Ես որպես արդեն 10 տարի դասավանդող կիսով չափ քո հետ համամիտ եմ, կիսով չափ էլ համամիտ չեմ, բայց բացատրեմ ինչի։ Առհասարակ ակադեմիական կրթության խնդիրը քեզ հմտություններ սովորացնելը չի։ Ակադեմիական կրթության ամբողջ իմաստն է, որ քեզ դա բոլոր են բազան, այդ մասնագիտության բազան, որ երբ որ դու օրինակ ավարտես ու սկսես վերապատրաստվել, դրա համար կա մագիստրոսական կրթություն, դրա համար կան ոչ ֆորմալ կրթություններ, որովհետև օրորի դա զարգանում է, չի հասնի ակադեմիական կրթությունը այնքան արագ ձևափոխվի, որպեսզի ինքը տալիս է քեզ mindset, այսինքն մարքեթինգ սովորելու համար բազային, ոչ թե քեզ պետքա 2010-ից հետո քեյսեր կամ 2010-ից առաջ քեյսեր, քեզ պետք է մարքեթինգային mindset ձևավորելու հատկություն, որ դու հետո, երբ որ արդեն ավարտես ու մտնես աշխատաշուկա, կարողանաս այն տեմպ ունենաս, որ նոր բաները շատ արագ ձեռք բերես։ Ինչն է խնդիրը ակադեմիական կրթության թերացման։ Այդ բազան, որը որ դու չես վերցնում, օրինակ լավ որակով չես վերցնում, եւ որ դու հետո հետագայում սկսում ես մարքեթինգում աշխատել, անդադ քեզ թվում է ինչ որ բան ես հայտնաբերել, ինչ որ լուրջ բան ես արել, բայց պարզվում է, որ դա մի 20-30 տարի առաջ արդեն արել են ու դա արդեն ինսայթ է մարքեթինգում։ Այդ դրա համար է քեզ պետք բազային կրթություն, որ դու ունենաս լայն ինտելեկտ քո մասնագիտության մեջ, պատրաստ ցանկացած պահի նոր բանը արագ սովորելու։ Պատկերացրեցիր ինչի նկատի ունեմ։ Հիմա ես տեսնում եմ, որ այդ փոխվում է, տեսնում եմ ավելի շատ պրակտիկա, on the ground մասնագետներն են գալիս համալսարան, բայց իմ հիմնական խնդիրը հենց այդ curriculum ասվածի հետ է, հա, որտեվ անկեղծ մենք 4 տարի, ես սովորել եմ մարքեթինգի ֆակուլտետում, ես 4 տարի անցել եմ Ֆիլիպ Կոտլերի սկզբունքները։ Դա ինձ համար ծիծաղելի է, հա, դու կյանքում մեկ անգամ կարող ես, բայց ամեն տարի կարդալ դա, իմ կարծիքով դա շատ ժամանակի կորիստ է։ Ու հա, սովորելը դա իմ կարծիքով սկիլը, որը ոչ միայն պետք է մարքեթինգի մասնագետին կամայական, այս դարում եթե մենք այդ սկիլսը չունենք, ինձ թվում է ավարտելուց հետո մենք մրցունակ չենք լինի, բայց այդ 4 տարին իմ կարծիքով կարող ենք մենք ավելի օգտակար նյութ ստանալ, քան որ հիմա ցավոք ու ամենակարևոր խնդիրը որ կա մարքեթինգի դասավանդման մեջ, դասախոսների, ակադեմիական դասախոսների 90%-ը դասավանդում է միջազգային
օրինակներով։ Դու չես կարող Coca-Cola-ի кейսով, Mercedes-ի кейսով հայ ուսանողին հայկական շուկայում գոյատևելու կանոններ։ Դա մի շատ լավ թերացում եմ ուզում շուկայի նշեմ, որտեվ կարծում եմ շատ բաց ենք թողում, հա։ Մենք ասում ենք ստարտափներ, ինվեստմենտներ, չէ, ունենք Pixar-ը, Disco-ն, այդ բոլոր լավ ընկերությունները, որ բոլորը միշտ այնց ակնածանքով են վերաբերվում, բայց եթե դուք նայեք, իրենք բոլորը մարքեթինգի թիմը outsource են անում, որովհետև product marketolog-ը ինքը սպეციფიկ շատ հեշտ բան է, չէ՞, թվում, բայց product marketolog, այդ product marketing-ի դպրոց մենք ուժեղ, կոմպետենտ չունենք։ Ու այդ sense շատ մեծ թերացում է։ Կոնկրետ product-ի մասով, product marketing-ը ես նկատում եմ, որ նոր sense ուզում են շոտ ձևավորել Բայց դե մարդիկ որովհետև մեծ շուկաների հետ աշխատելը դա լրիվ ուրիշ դիսցիպլինա է, փոքր շուկայի հետ աշխատելը լրիվ ուրիշ դիսցիպլինա է։ Անի, իսկ մի հատ բան եմ ուզում հարցնեմ, երկար տարիների դասավանդման փորձն ես ու ակադեմիականում հենց։ Այ ասում ես, որ ոնց որ ակադեմիական կրթության իմաստն է, որ իրան տալիս ենք այդ mindset-ը, հա, ինքը skill-եր մենք իրան տոյս չենք տալիս եւ այլն։ Չէ, տալիս ենք skill-եր, բազային skill-եր։ Ոնց որ ցանկացած կրթության մեջ դու տալիս ես բազային skill-ը, որի վրա ինքը պետք է անընդհատ հիմա բժիշկն էլ որ ավարտում է, ինքը ինչու են իրանք մի ամբողջ կյանք սովորում, որտեղ ամեն օր նոր մեթոդներ են դուրս գալիս, բայց դու պետք է ունենաս բազային։ Հա, բայց ամեն դեպքում տեսական, չէ՞։ Տեսական մասով։ Ոչ միայն տեսական, բա իհարկե։ Օրինակ մարքեթինգ գիտությունն է, որ դու ամբողջ սովորում ես խնդիրների վերլուծության հիման վրա։ Օրինակ հենց հիմա իմ ուսանողները այս հոդվածը նայելու են ու իրանք կզարմանան ինչ տեսության մասին է խոսքը, որովհետև եթե դու որևէ բան վերցնում ես տեսականորեն մարքեթինգում, կարաս 201 դրան հակադրող ուրիշ տեսություն գտնես։ Դե այդտեղ մի քիչ էլ գալիս է քննադատական մտածողություն զարգացնելը, որտեղ այն ինչ որ դու կարդում ես, փորձես մի քիչ քննադատորեն մոտենաս, այսինքն դոգմատիկ չվերաբերվես ամեն ինչին։ Ոչ թե քննադատես, այլ հասկանաս, որ դա մի этап է եղել, որը շատ կարևոր է եղել, այդ ժամանակ աշխատելը, բայց դա այսօրվա համար գործիք չի։ Չէ, ոչ թե ես ասում եմ քննադատես, այլ քննադատական մտածողություն ունենաս, որ այն ինչը որ քեզ ասում են, դու դոգմատիկ չվերաբերվես դրան, որովհետև եթե դու ամեն ինչին տենց դոգմատիկ վերաբերվես, ու մանավանդ երբ որ դու ուսանող ես ու պատկերացում չունես ոլորտից, քեզ ամեն օր գալու են մի մասնագետի հետ խոսած, ամեն օր քեզ մի հատ նոր բան են ասելու, դու խճճվելու ես, դու չես կարողանալու այդ մեծ անտառում, ասում եմ, ես ձեզ կասեմ բաներ, որոնք միգուցե ուրիշները ձեզ ասել են ուրիշ կերպ։ Այսօր դասախոսներ կան, որոնք քոպես իրենց հաջողությունները չունեն մարքեթինգի ոլորտում ընդհանրապես։ Իրենց մաքսիմում հաջողությունն եղել է բոլոր առարկաները իրենց մարքեթինգի թեկուզ ֆակուլտետում բոլոր առարկաները բարձր գնահատականներով ավարտել եւ տեխնացուական պաշտպանել։ Իրենց միակ հաջողությունը, ասենք, այդ եղել ու այդ մարդիկ դասախոսում են։ Հիմա նույն մենք ես Սարգսին հանդիպել եմ Yams Business Academy-ի շրջանակում, քո հետ մտերմացել եմ նույն այդ շրջանակում, ու ես հրավիրել եմ հենց քեզ ու քոպես իմ մնացած ընկերներին, ոչ թե բարձր գնահատականներով տեխնացուական ավարտածներին։ Հիմա ոնց որ ասեցիր արտասահմանում ուրիշ է, եկեք այսօր խնդիր բարձրացնենք, որ ֆորմալ, եկեք այսինքն այսօր ոչ միայն խնդիր բարձրացնենք, այլ որևէ ձև մեր կարծիքն ասենք լուծման համար կամ ոնց որ փորձել էի լուծում տալ, մի քիչ զբաղվածության պատճառով դադարեցվել է, շարունակենք այդ խնդիրը հետևյալն է, ֆորմալ կրթությունը այսօր հատկապես Հայաստանում ունես չի, որ Ռուսաստանում, Բելարուսում այդպես այդ վիճակը չի, հատկապես Հայաստանում շատ վատ վիճակի մեջ է ֆորմալ կրթությունը, մեկ, երկրորդ, համաձայն եմ մտածողությանը, բայց եթե դու տեսաբան ես ու մենակ տեխնացուական ես պաշտպանել, դու ինձ մտածողություն չես կանալու տաս մարքեթինգի, հետեւաբար այս տեսանկյունից այդ 4 տարին, եթե անգամ մտածողության համար է, Անի ջան, չեն տալու ինձ մտածողություն մարքետոլոգի։ Ուղղակի որ խոսեցինք հենց խնդիրներից, ես այդտեղ եմ խնդրում։ Բուհերից մեկի կառավարման ֆակուլտետում, կառավարման ամբիոնում ներողություն, կառավարման ամբիոնում բոլոր դասախոսները նստած են ու մեծ մասը։ Ես մի օր հարցրեցի, ասեցի կառավարում եք դասավանդում, բացի ամբիոնի վարիչից, որևէ մեկը կառավարման փորձ ունի, ամբիոնի վարիչն է ձեզ է կառավարել։ Ասեմ, բացի ամբիոնի վարիչից որևէ մեկը կառավարման փորձ ունի, կառավարում եք դասավանդում։ Ինչի կարելի է։ Հա,
ոնց կարելի է տենց, ես էլ սենց ասեմ, ոնց կարելի է տենց, հա, եթե մարքեթինգ միայն գրքերով գիտես, հա, եթե անգամ լուրջ եմ ասում, եթե անգամ այդ մի էջը անցել ես Կոտլերին դեմքով էլ չգիտես, որպես մարքեթինգ, դեմքը չգիտես, հա։ Կոտլերին ինչքան հիշեցիք ես։ Okay, լավ, անցանք Կոտլերին, ասենք Չէ, միանշանակ, լրիվ համաձայն եմ ու առհասարակ խնդիրը հենց այդտեղ է։ Դասախոսական կազմը համասարանական կրթության մեջ, ընդհանրապես կրթության մեջ, ցանկացած կարևոր է թե դու ումից ես սովորում։ Իսկ ման որպես լուծում գոնե մի փոքրիկ բան հիմա այս եթերով փորձեմ օգտակար լինեմ, հարգելի բուհերի ղեկավարներ, խիստ ներգրավեք պրակտիկ մասնագետներին ձեր գործունեության մեջ։ Երկրորդ, հարգելի իշխանություններ, կառավարություն խիստ ներգրավեք պրակտիկ մասնագետների ձեր գործունեության մեջ, որ որևէ լուծում լինի։ Շնորհակալ եմ շատ, որ եկաք, բարձրաձայնեցիք ինչ-որ հարցեր, կիսեցինք կամ չկիսեցինք, քննարկեցինք որոշակի հարցեր։ Ինձ թվում է հեռուստադիտողը կգտնի իրան այս հարցերում ու շատ կուզենամ, որ թե մասնագետներին, թե բիզնես ղեկավարներին ինչ որ չափով գոնե այսքան էլ օգնած լինենք, էլի շատ ուրախ կլինեմ, որ գա այ հասնի այդ իրավիճակը, ասի, չէ, ես սենց չեմ անում, սենց պետք է անեմ, որտեվ ճիշտ է էսա։ Ույս ունեմ ասած ստեղ հասա Լեն ասում եմ լսի նեղ մասա